Իրականում վերջին շրջանում որոշակի վերահսկողական փոփոխություններից հետո մենք մի բան ենք արձանագրում հանրային տրանսպորտում, որ օրական միջինում հավաքագրվող 37 միլիոն դրամը, որը ուղղվում էր մեր հանրային տրանսպորտի սպասարկմանը, նոր տրանսպորտի ձեռքբերմանը եւ տրանսպորտի հետ կապված այլ խնդիրների լուծմանը, օրական 37 միլիոն դրամը դարձել է մոտավորապես միջինացված օրական 65 միլիոն դրամ։ Եվ սա նշանակում է, որ կրկին մենք որոշակի խնդիր ունեինք այդտեղ, որի մասին գիտեինք եւ որոշակի հանդուրժողականություն ցուցաբերում էինք, քանի որ համակարգը նոր էր ներդրված, դեռևս սկզբում ունեինք տեխնիկական խնդիրներ եւ հարցեր, բայց գալու էր այն օրը, որ վերահսկողական մեխանիզմների եւ խստացման միջոցով մենք այդ հավաքագրումը իրականացնելու ենք։ Հիմա մենք տեսնում ենք հենց այդ process-ը եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախ առաջ մեր բոլոր աշխատակիցներին, վարորդներին, ովքեր որ համբերատար այդ իրենց պայմանագրային պարտականությունը իրականացնում են։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ուղևորներին, ովքեր որ աջակցում են ավտոբուսների ներսում, տրոլեյբուսների ներսում վարորդներին, որոնք որ օրինական իրենց պահանջը ներկայացնում են այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր որ չեն վճարում, եւ նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր որ չվճարողից դարձել են վճարող, որովհետեւ դա էլ շատ կարեւոր քայլ է եւ իրականում մեր գիտակցության մեջ շատ բան կարծում եմ պետք է փոխվի, որովհետեւ որևէ ծառայությունից օգտվելու համար մենք պետք է հասկանանք, որ մենք պարտավոր ենք վճարել, որպեսզի այդ ծառայությունը շարունակի մնալ որակով, մենք ունենանք հնարավորություն հարկ եղած ժամանակ նոր ավտոբուսների գնում իրականացնել, հին ավտոբուսները փոխարինել, հիմա օրինակ այս տարի շատ շուտով նոր 45 տրոլեյբուսներ են ժամանելու Երևան, նոր 170 ավտոբուսների մրցույթ է հայտարարվել, որոնք որ Երևան քաղաքը գնելու է եւ այս ամեն ինչը շարունակական ապահովելու համար մեզ պետք է որ մենք կարողանանք նաեւ մեր վարքի մեջ, կրկին վարքի մեջ որոշակի փոփոխություններ ունենալ։ Եվ իրականում նաեւ ուզում եմ արձանագրել, որ երկու շաբաթվա աշխատանքը շատ կոնկրետ եւ շատ մեծ արդյունքներ է տվել եւ կարծում եմ բոլորը կհամաձայնեն, որ մոտավորապես 37 միլիոնը երբ որ դառնում է 65 միլիոն, համարյա կրկնակի աճը ներհոսքի եկամուտների, դա իրականում մեծ արդյունք է։